Արդեն մի քանի շաբաթ է քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք կենսական անհրաժեշտության դեղերը։ Պատճառը Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգի շարունակական խափանումներն են։ Բժշկական կենտրոններում լարված իրավիճակ է։ Բժիշկներն ու օպերատորները չեն կարողանում իրականացնել էլեկտրոնային գրանցումները, դուրս գրել դեղատոմսեր կամ ակտիվացնել ապահովագրական փաթեթները։ Քաղաքացիները ստիպված ժամերով սպասում են, մինչև համակարգը կվերականգնվի։ Առողջապահության ոլորտի փորձագետները դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին համակարգը տեխնիկապես լիարժեք պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։ 65 տարեկանից բարձր հազարավոր քաղաքացիներ այսօր կանգնած են փակ դռների առաջ։ Առանց համակարգում ակտիվացման դեղատները չեն տրամադրում փոխհատուցվող դեղորայքը։ Չեն կարողանում ժամերով մեկ տեղ դուրս գրել համակարգի աշխատելու պատճառով, այդ փաստ է։ Բոլորը չեն կարող օգտվել, հատկապես խնդիր է օրինակ 65+ թոշակառուները, որոնք որ պետք է իդենտիֆիկացվեն Արմեդում, ակտիվացնեն իրենց ապահովագրությունը, այնուհետև ստանան իրենց համապատասխան բժշկական օգնությունը եւ սպասարկումը։ Խնդիրները հատկապես սուր է սրտանոթային, շաքարային դիաբետի եւ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար, որոնց դեղորայքը պետք է տրամադրվի առանց ընդհատումների։ Համակարգի խափանումների պատճառով մարդիկ ստիպված ժամերով սպասում են, մինչև աշխատանքը կվերականգնվի։ Առողջապահության ոլորտի փորձագետների խոսքով քաղաքացիների առողջապահական իրավունքը փաստացի կախված է դառնում մեկ թվային հարթակի աշխատանքից։ Քաղաքացիների մոտ ձևավորվում է անվստահություն թվային առողջապահական համակարգի նկատմամբ, իսկ սոցիալական դժգոհությունը կարող է խորանալ, եթե խնդիրը երկարաձգվի։ Չկան պահուստային կամ օֆլայն գործիքներ խափանումների դեպքում ծառայությունները շարունակելու համար։ Օր է լինում 3-4 ժամ սպասում ենք, որ միանա Արմեդը։ Պապից դեղերը տեղով են վերցնում, քրոնիկ հիվանդություն ունի։ Մի օր ուշացնելն էլ լրիվ իր համար խնդիր է։ Արմեդ համակարգը ներդրվեց մեկ հիմնական նպատակով՝ ապահովել քաղաքացու բժշկական պատմության հասանելիությունը ցանկացած բուժհաստատությունում։ Փորձագետների խոսքով համակարգում արձանագրվել են տեխնիկական խնդիրներ, պայմանավորված ծանրաբեռնվածության աճով կամ տեխնիկական թերացումներով։ Առողջապահության նախարարությունից ասում են, խնդիրը իրենց տիրույթում չէ, սլաքներն ուղղելով դեպի Արմեդը։ Փորձագետների խոսքով վերջին շրջանում օգտվողների թիվը կտրուկ աճել է։ Ծանրաբեռնված են, քանի որ կատարում են ապահովագրական փաթեթների ակտիվացում, նոր շահառուների ընդգրկում եւ այլն։ Նշված խնդիրները տեխնիկական չեն։ Համընդհանուր ապահովագրության ներդրումից ի վեր Արմեդ համակարգով դեղատների կողմից սպասարկվել է ավելի քան 325,000 դեղատոմս, որից մոտ 245,000-ը 65+ քաղաքացիներին։ Մինչև պատասխանատու կառույցները փորձում են պատասխաններ գտնել, քաղաքացիները շարունակում են սպասել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։